Օրվա բարի ժամ բոլորիդ, հայր ջան, վերջապես եկավ են օրը են պահը, որ երկար ժամանակ տևած մեր քրտնաջան աշխատանքից հետո վերջապես կարամ կիսվեմ ձեր հետ լավ լուրով, ու այդ լավ լուրը անհրաժեշտ էր առաջի հերթին Լուիսի բանակի համար, իմ համար, ու վստահաբար ձեզանից շատերին սա կբերի համ հարմարավետություն, համ էլ ձեր ոչ թե շատ հարցերի, այլ գրեթե բոլոր հարցերի պատասխանները։ Եթե կհիշեք, երկար տևական ժամանակ ով ուզում էր անդամագրվել Լուիսի բանակում պետք էր մեր էլեկտրոնային հասցեին գրեր հերթականությամբ SNNN եւ այլն, ինչը մենք էլ ենք հասկացել, որ բարդություն էր, դրա համար լուծումը գտել ենք։ Եթե կհիշեք, մարդիկ ովքեր ուզում էին ֆինանսավորել, միշտ հղում էինք տալիս, մտեք այսինչ ալիք, այսինչ տեղում վերևը ամրացված է, այնտեղ կա հաշվի համարները, նորից բարդույթներ, ովքեր չգիտեին ոնց հետևեն մեզ, այս Telegram-ի հղումն է, այս Facebook-ի հղումն է, ու sense նորից տարբեր հղումներ, ել չեմ ասում են մարդկանց համար, ովքեր զուտ հետաքրքրված էին ու չգիտեին, չէին պատկերացնում ինչ է իրանից ներկայացնում Լուիսի բանակը, դրա համար էլ մտեք այն տեղը, այն հղումով նայեք, էսա, այնա, ինչ ունեք արած նորից առանձին հղում եւ այլն։ Ուրեմն այս բոլորը արդեն մեկտեղված ու բավականին բովանդակալից ներկայացված է բոլորիդ։ Այսօրվանից յուրաքանչյուրդ ինչ հարց ունեք, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, կարաք օգտվեք մեր կայքից, որտեղ ամեն ինչ կա, բայց ես ուզում եմ, որպեսզի մի հատ առանձին վիդեո եւս նկարվել է, որ հիմա այս խոսքից հետո կտեղադրվի։ Ես խնդրում եմ յուրաքանչյուրին, մասնավորապես նրանց, ովքեր մտադրություն ունեն անդամագրվելու թե Լուիսի բանակում, թե մեր Սիրիուս ջոկատում, պարտադիր տեսանյութը դիտելուց հետո նոր գնացեք այդ քայլին։ Մի հատ ընդհանուր ուզում եմ կայքի բովանդակությանը հիմա ծանոթանանք ու նորից կվերադառնանք ստեղ։ Սիրելի հայրենակիցներ, հայր ջան, ձեզ պետք է ընդամենը հավաքել 3w.luisibanak.com ու կհայտնվեք մեր կայքում։ Մեր կայքի բաժիններին ես հիմա կծանոթացնեմ ու կխնդրեմ, որպեսզի մինչև օգտվելը կայքից այս տեսանյութը պարտադիր դիտեք մինչև վերջ։ Սա մեր կայքի գլխավոր էջն է, որտեղ գործող ոչ մի ֆունկցիա դեռ չկա, ինչպես տեսնում եք, ու սա նախատեսված է հետագայում ժամանակավոր ինչ-ինչ բաների համար։ Օրինակ, կլինի ինչ-որ հարցում, կլինի ինչ-որ ստորագրահավաքի պես մի բան, մի խոսքով ցանկացած հանրային գործունեություն ու գործողություն, որը հնարավոր կլինի կատարել on-line տարբերակով, մեր գլխավոր էջում տեղ կգտնի։ Գլխավոր էջից հետո ստեղ այն մարդկանց համար, ովքեր հեսա տեսնում եք բաժինը մեր մասին, ովքեր հարցնում են ինչ է իրանից ներկայացնում Լուիսի բանակը եւ այլն, ընդհանրապես մտնելով այս բաժին, դուք կարաք ծանոթանաք արդեն Լուիսի բանակի բովանդակությանը։ Մեր անցած ուղուց, ովքեր հարցնում են, երբ մտնեք այս բաժինը, անցած ուղի, ստեղ արդեն կկարողանաք նայել Լուիսը ներսում ֆիլմը, որը առավելագույն բովանդակալից ու մանրակրկիտ ներկայացնում է այն ամենը, ինչ Լուիսի բանակի կողմից արվել է մինչև 2025 թվականի կեսը։ Դրանից հետո արվածների մասին միգուցե հետագայում նկարահանվի նաև երկրորդ Լուիսը ներսում 2 ֆիլմը, որը ել ավելի ժամանակակից ու ներկայիս մեր գործունեությունների մասին ձեզ կպատնի։ Ու եթե ասեմ, որ Լուիսը ներսում ֆիլմում ամեն ինչը չի, ինչ մենք արել ենք, սա երևի մեր ամբողջ գործունեության 80%-ն է, 85 սենց, բայց ամբողջը չի ներառված, հենց որ երկրորդ ֆիլմում հնարավոր է անդրադառնանք նաև առաջին մասում բաց թողնված մասերին։ Ստեղ Լուիսի բանակի հիմնադրույթներն են, առհասարակ ինչի վրա է հիմնված մեր մոտեցումները քաղաքական ծրագրերին, ինչն է հետո փոխվելու, չի փոխվելու, ինչն է մնայուն ու այս ամեն ինչի մասին հիմնադրույթներ բաժնում կարաք ծանոթանանք։ Ու եկանք ամենակարևորը, կարելի ասել հենց սրա խաթր է այս կայքը հիմնվել, շատերն էին հարցնում ինչ ծրագիր ունեք, մարդիկ չգիտեն ձեր ծրագրերը, ուրեմն մտնում ենք մեր ծրագրեր բաժին, ու ստեղ ոնց որ տենում եք բոլոր ոլորտները կան, առողջապահություն, կապի ոլորտ, սոցիալական, կրթություն, գիտություն, մշակույթ, մի խոսքով այս բոլոր ոլորտներից ձեզ որ ոլորտը կհետաքրքրի, իմիջիալոց խորհուրդ կտամ յուրաքանչյուրիդ, որ պարբերաբար ժամանակ գտնեք ու ծանոթանաք ամեն մի ոլորտի ամեն մի կետի հետ։ Ու ենթադրենք, ռազմական ոլորտն է ձեզ առաջինը հետաքրքրում, սեղմում եք ռազմական ոլորտ բաժնի վրա, մտնում եք ու ստեղ արդեն կետ առ կետ մեր քաղաքական ու պետական ծրագրերն են ներկայացված, տենում եք բավականին շատ են, հենց մի երկու հատ ուձևի համար չի, խորքային վերլուծությամբ ու սենց։ Ենթադրենք ձեզ հետաքրքրում է պաշտպանական գաղտնի տեխնոլոգիաների ազգային ռեժիմը, օրինակ, ծրագրի կետերից մեկն է։
Սա ուղղակի վերնագիր չի, որ կարդաք ու իմանաք, թե էս էլ է նախատեսված մեր ծրագրում, ոչ, դուք բացի վերնագրին ծանոթանալը ու իմանալը, թե ինչ կա նախատեսված մեր քաղաքական ծրագրում, կարող եք նաև կոնկրետ տվյալ կետի հետ կապված ծանոթանալ այս կետի նպատակին, բովանդակությանը, դրա օգուտներին, ինչեր է բերելու մեր պետությանը, ձեզանից յուրաքանչյուրին, հետո նորից վերադառնալ ստեղ ու շարունակել հաջորդը, հետո հաջորդը ու տենց ուսա դեռ միայն ռազմական ոլորտն է ու սենց յուրաքանչյուր ոլորտ իր բաժնում նույն ձևաչափով կրկին հետաքրքիր է օրինակ ազգային մշակութային տվյալների բանկ սեղմեք ծանոթացեք նպատակին ձևին ձևաչափին բերած օգուտներին եւ այլն ու մի խոսքով սենց դեռ մենք շտապեցինք ուղղակի հրապարակելու համար կայքը բայց շատ մոտ ապագայում այստեղ ոչ բոլոր ոլորտներն են կարևորներն են կարամ ասեմ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն ոստենում եք ու պետք է ավելացվի արդյունաբերության ոլորտ, պարտադիր սփյուռքի ոլորտը պետք է լինի ու դրանք ինձ թվում է այս մոտակա մի քանի օրվա մեջ կավելանան ու կհամալրվի արդեն ամբողջ պետական կառավարման ոլորտները։ Այն մարդիկ, ովքեր այս ամենին ծանոթանալուց հետո կորոշեն կամ այն որ արդեն ծանոթ էին, կորոշեն անդամագրվել լույսի բանակում, այլևս կարիքը չկա, որ գրեք մեյլին, այս գրեք, հետո այն գրեք եւ այլն։ Ուղղակի այստեղ տեսեք անդամագրվելու հայտ։ Սեղմում եք անդամագրվելու հայտ բաժնի վրա ու լրացնում եք այն ինչ անհրաժեշտ է։ Իմիջիալոց էդ էլ ասեմ, այստեղ նշված է մենակ Հայաստանը, մենք դեռ մյուս երկրները չենք դրել, որովհետեւ տվյալ պահին սրա նպատակը հետեւյալն է, որպեսզի գրանցվեն մարդիկ, ովքեր վերածննդի շարժմանը կարող են ֆիզիկապես իրանց ներկայությամբ օգուտ բերել ու տվյալ էտապում դեռ սփյուռքում կարելի ասել բացի ֆինանսավորման ակնկալիքից ուրիշ անելիք չունենք, մեկ էլ ունենք սպասելիք, որպեսզի սփյուռքից մարդիկ ֆիզիկապես արդեն տեղափոխվեն Հայաստան, կուզեն կգրանցվեն լույսի բանակում, կուզեն առանց գրանցվելու, բայց մասնակիցը կդառնան վերածննդի շարժմանը ու դրա համար այս ժամանակահատվածում դեռ միայն Հայաստանն է նշված, այդտեղ կարաք նշեք Հայաստան որ մարզից եք, սա ստուգման ամենապրիմիտիվ համակարգն ենք ներառել, որպեսզի ուղղակի հաստատեք, որ մարդ եք, ոչ թե ինչ-որ ծրագիր է ներխուժել մեր կայք։ Այստեղ այս բաժինն էլ է կարևոր, այս բանին գրանցված եք որևէ այլ կազմակերպությունում, կուսակցությունում, ջոկատում կամ շարժումում։ Եթե այո, անդամագրվելը անիմաստ է, բայց կան որոշակի բացառություններ ու այդ բացառությունների համար եթե նշեք այոն, այստեղ արդեն նշելու եք որ կազմակերպությունում եք գրանցված, դրանից հետո արդեն հեռախոսը համար ու ուղարկել հայտը, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ձեր հետ կկապվեն, մյուս մանրամասները կասեն։ Հաջորդը ֆինանսական աջակցությունն է, ովքեր ցանկություն ունեն ֆինանսապես աջակցել լույսի բանակին, Սիրիուս ջոկատին, մեր վերածննդի շարժման գործունեությանը, ապա խնդրեմ բոլոր մեր հաշվի համարները ստեղ են։ Սա էլ այն մարդկանց հարմարավետության համար, ովքեր միշտ ստիպված էին լինում տելեգրամյան հղումով գնալ, գտնել այդ հաշվի համարները եւ այլն, արդեն հասանելի են մեր կայքում են ֆինանսական աջակցություն բաժնում։ Ու այս լավ լուրն էլ առիթ է, որպեսզի ձեր մասնակցությունը ունենաք։ Իսկ եթե լուրջ, այս պահին էլ մենք նորից իրականացնում ենք դրամահավաք ու խոսքը այլևս լուրջ դրամահավաքների մասին է, ուստի կխնդրեմ, որպեսզի ոչ մեկը բացարձակ անմասնակից չմնաք։ Ձեզանից յուրաքանչյուրի խոսքը իհարկե վերաբերվում է մեր գաղափարակից ու պետականամետ մտածելակերպ ունեցող մարդկանց, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու նպատակները, ուստի իմացեք, որ յուրաքանչյուրի մասնակցությունը ուղղակի անհրաժեշտ է, ցանկացած չափով, պարբերաբար, մինչև մենք մեր նպատակին հասնենք։ Սա սենց մեր հետ կապվելու տարբերակների համար կա բաժին կապ ու ստեղ դեռ մենք մտածում ենք հիմա կայքում էլ ուղիղ կապի միջոց ստեղծել, որպեսզի 24 ժամյա ռեժիմով կարողանաք admin-ների հետ կապվել, բայց դեռ այդ հնարավորությունը չկա, ուստի կա L-post, որտեղ կարաք ուղարկեք ձեր առաջարկները, ձեր ինչ-ինչ տարբեր տեղեկատվություններ, տեսանյութեր, լուսանկարներ, խոսքով դուք եք հասկանում ինչի համար կարա ծառայի, փոխադարձ կապը մենք միշտ պահում ենք, այնպես որ կարող եք ակտիվ այս մեյլի վրա ուղարկել ձեր առաջարկները, տեղեկատվություն ու տարբեր տեսակի ֆայլեր, որոնք կգտնեք, որ անհրաժեշտ է մեր հետ կիսվել ու դա ինչ-որ օգուտ հետագայում կտա։ Ինչպես նաև լույսի բանակի Telegram ալիքն է, որի ներքևի ձախ անկյունում կա նամակ գրելու տեղ, որ կարաք գրեք ու կապվեք admin-ների հետ ձեր առաջարկներով, հարցերով ու մնացած ամեն ինչով։ Սա կապի հետ կապված ու հաջորդը, որտեղ կարող եք հետևել մեզ, սա հետևել մեզ բաժինն է, որտեղ կա իմ YouTube ալիքը, որտեղ հիմնական ասելիքը հենց վիդեո տարբերակով տեղադրվում է, Facebook-յան լույսի բանակի edge-ն է, որին եւս խնդրած կլինեմ բաժանորդագրվեք, որովհետեւ որքան շատ բաժանորդ, ինչքան մեծ ակտիվություն այս edge-ում, այնքան տարածումը մեծ է։ Իմ անձնական Telegram ալիքն է, որը անձամբ եմ վարում,
admin կարելի ասել չկա, հիմնականում հետևում եմ ես իմ Telegram ալիքին ու հրապարակումները անում եմ անձամբ ինքս։ Ու նաև Լույսի բանակի լրատվական ալիքն է, որը բացի լրատվությունը տեղեկացնում է նաև Լույսի բանակի պաշտոնական հայտարարությունների մասին, մեր հետ կապված նորությունների եւ այլն։ Սա Լույսի բանակի հետ կապված է ամենը, դեռ բաժիններ կան, որ պետք է ավելանան, նորություններն է, մյուսն է եւ այլն։ Սա ընթացքում հիմնական բաները կան, առկա են, կարող եք այցելել ու ծանոթանալ։ Հիմա անցնենք ջոկատին։ Ստեղ առանձնացված է, տեսնում եք գրած է Sirius։ Հիմա խոսքը ուղղում եմ բոլոր այն տղեկին, ովքեր մտադրություն ունեն անդամագրվելու մեր ջոկատում։ Ինչպես նաև բոլորին, ովքեր ուղղակի ուզում են ծանոթանալ ջոկատի մասին, առաքելությունների, մի խոսքով ամեն ինչի։ Բայց այն տղեկը, ովքեր մտադիր են անդամագրվել ջոկատում, պարտադիր այս ամեն ինչը կարդալուց հետո նոր անդամագրվեք, որովհետև հենց անդամագրվելու ցանկում այդ ինչ պետք է լրացնեք, այդտեղից էլ կզգացվի ծանոթացել եք այս ամենին թե ոչ, ու դա կլինի ձեր առաջի քննությունը, որ ուղղակի կհասկանանք, որ հետևողական չեք ու շտապում եք, իսկ դա ջոկատում տեղ չունի։ Ուրեմն այստեղ ջոկատի մասին ծանոթանում եք ջոկատին, առաքելություններն ու գաղափարախոսությունը պարտադիր պետք է իմանաք, կառուցվածքը ու կարգապահությունը ինչի վրա է հիմնված, սա եւս ներկայացված է, պահանջներ անդամներին ու անդամագրվելու պարտադիր նախապայմաններ։ Այս բաժինը, նրանք ովքեր ուզում են անդամագրվել Sirius ջոկատում, սա երկու անգամ պարտադիր կարդացեք, ծանոթացեք, որից հետո նոր ձեր որոշումը կլինի ավելի վճռական։ Պատրաստվածությունն ու ուղին է, այստեղ պատասխանատվություն եւ երթում, սրանով ծանոթացեք ու արդեն անդամագրվելու հայտնն է։ Այդքանը կարդալուց հետո սա եւս կարծում եմ բարձ չի կարդալ, որից հետո արդեն կարող լրացնեք այն ինչ պահանջվում է։ Մի երկու հարց ավել, քան Լույսի բանակի անդամագրվելու էջում, բայց սա էլ անհրաժեշտ է հենց ջոկատի կարգապահության համար ու հիմնական տեղեկության։ Սա էլ sense հայր ջան, այս է մեր կայքը, ես կխնդրեմ բոլորիդ, որպեսզի կիսվեք, տարածեք, որպեսզի բոլոր անտեղյակ մարդիկ, ովքեր տեղեկություն չունեն Լույսի բանակի մասին, տեղեկանան, դրանից հետո էլ տեղեկանան մեր ծրագրերին, մեր անելիքին, արածին ու ամեն ինչին։ Դե ինչ, հայր ջան, կարծում եմ կհաստատեք, որ սա իրոք ուրախալի ու լավ լուր էր ու հարմարավետ էր մասնավորապես նրանց համար, ովքեր մտադիր են համագործակցել Լույսի բանակի հետ ու կապ չունի ինչ ֆորմատով, թե անդամագրվելու, թե տեղեկատվությունը տարածելու, ծանոթանալու, մեր թե գործունեությանը, թե մեր բովանդակությանը, թե ծրագրերին, ամեն ինչին, թե ֆինանսապես աջակցելուն, ամեն ինչ արդեն մեկտեղված է մի հղման տակ, մի հասցեով է։ Նենց որ ձեզ էլ խնդրած կլնեմ, անպայման կիսվեք այս հղումով, որովհետև ես վստահ եմ ձեր սոցկայքերում, ձեր on-line ընկերների մեջ բազում մարդիկ կլինեն, ովքեր սկսենք նրանից, որ տեղյակ էլ չեն Լույսի բանակի ու վերածննդի շարժման մասին, Հայաստանի Հանրապետությունում միակ քաղաքական ուժի մասին, որը իր գործունեությունը ծավալում է բացառապես համակարգից դուրս, ու սրա մասին պետք է իմանան բոլոր հայերը։ Ու մենք ունենք այնքան պատասխանատվություն, որ մենք ներկայացնում ենք թե մեր ծրագրերը, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ քաղաքական ուժին հարցնես, ասում է դե ասֆալտ ենք անելու, թոշակը լավալնելու։ Ծանոթացեք մեր ծրագրերին ու դուք կգիտակցեք մեր խորքային ընկալումը պետականության ու հայրենիքի հանդեպ ու սրանով դուք ուղղակի պետք է կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի յուրաքանչյուրը իր անձնական որոշումը իր սեփական կարծիքի վրա հիմնվելով կարողանա կազմել։ Իսկ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր իրական հայ, ծանոթանալով այս ծրագրերին, մեր անցած ճանապարհին, մեր բովանդակությանը ու ամենակարևորը այն փաստին, որ մենք ամեն բջիջով, յուրաքանչյուր մտքով ու ծրագրով դուրս ենք այս հայակործան համակարգից ու մեր առաջարկած լրիվ այլ սցենարը, որը բերելու է մենակ բարեկեցություն ու բարգավաճում թե հային, թե Հայաստանին։ Ու հայր ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ, ովքեր մեր կողքին են, վստահաբար ասում եմ ձեզ, որ ձեր դրամահավաքներին մասնակցելը, ձեր ուղղակի բարի խոսքերը, ձեր անդամագրության պատրաստակամությունը ու անդամագրվելուց հետո Լույսի բանակի գաղափարներին ու կանոնադրությանը հավատարիմ մնալը, ձեր վերածննդի շարժումը ողջունելը, կոչ անելը, դրա գաղափարն ու բովանդակությունը տարածելը, դա մեղմ ասած բոլորիս շատ մեծ թևեր են տալիս ու հենց դա որ մենք չենք կոտրվում, չենք հիասթափվում ու շարժվում ենք առաջ։ Այս կայքը մեզ շատ բան է տալու, դեռ ընթացիկ ահագին բան հենց գլխավոր էջի վրա ժամանակավոր ֆունկցիաներ կլինեն քվեարկության տեսքով, տարբեր հարցադրումների,
տեղեկատվության, վերածննդի շարժմանը միանալու, սենց ինքը բովանդակ, ինքը ավելի շատ պորտալի է նման, քան ինչ-որ ուղղակի տափակ կայքի, եթե նկատել եք։ Ու իմիջիալոց քաղաքական ուժերից, ովքեր ունեն կայքեր, դժվար թե սենց բովանդակությամբ կարողանաք գտնել կայք, որտեղ ամեն մի ծրագիր հատ առ հատ իր բացատրությամբ, իր ոլորտներով ու ամեն ինչով մատուցված է հանրությանը։ Ես վստահ եմ, բազում քաղաքական ուժերը սա տեղիցել են բաներ գողանալու, ոնց որ միշտ լույսի բանակը, գիտեք, ինչ անում է, բոլորը իբր չեն նկատում, բայց ինչ ասես, մեզանից գողանում են։ Նիկոլն էլ թող մտնի կայքը ուսումնասիրի ու հասկանա իրականում պետականամետ ու պետություն սիրող մարդը ինչ ծրագրեր է կազմում ու ինչի վրա հիմնվելով։ Թերևս այսքանը, Հայր ջան, եւս մեկ անգամ բոլորիդ մեծ մերսի ամեն ինչի համար։ Ու խնդրեմ նորից, որպեսզի մեր կայքի հողումը տարածեք ամենուր, որպեսզի բոլորը կարողանան մտնել, ծանոթանալ ու վերջապես կայացնեն վճռական որոշում, որը կփրկի թե իրանց, թե մեզ, թե բոլորիս միասին վերցրած, թե մեր հայրենիքն ու մեր ապագա սերունդը։ Լավ մնաք ու բարձրալ նորնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։